Եթերում ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Նայրա Զուրաբյան։ Բարև ձեզ տիկին Զուրաբյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք տեսանք անցած շաբաթ ինչ նոր գործողություններ ու քայլեր եղան Մայրաթորի հետ կապված, շատ կոնկրետ վեհապարվոր, մյուս հոգևորականների նկատմամբ ամեն ինչ արվում է, որ խաթարեն այդ հավաքը, բայց մենք ուշի-ուշով հետևում ենք, պիտի 3 օր կայանա, այսօր էլ նորություն լինելու եպքում կփոխանցենք, ես կարծում եմ հեռավար կկազմակերպվի, սպասենք արդյունքներին, թեպետ նաև կասկածներ եւ վախ կա, որ ոմանք, որ տիրադավների խմբին միացել են, հիմա ասել որ ներկա կլինենք, չի բացառվում, այնտեղ մի հատ ինչ-որ երկրորդ ծրագիր կա, պլանկա ինչ-որ բան խաթարելու բան։ Ամերիկայի թեմից որոշ տիրադավներ։ Հիմա ակնհայտ է դառնում, որ այն ինչ որ պահանջվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, այդ ամենը տեղի ունեցավ, բայց մենք մեզ հանրության անդադ խաբում են, որ սա դրական է, սա չգիտեմ, հեսա ինչ լուծումներ կլինի, Ալենը ասեց, որ դուք ցանկացած եք, որ իրար հանդիպում եք, շնորհավոր եք, որ մենք այսպեսին ենք, փաստորեն կարելի է Արցախը կործանել եւ իրար շնորհավորել, 5-10 հազար զոհ տալ եւ իրար շնորհավորել, տարածքները հանձնել իրար շնորհավորել, ատոմակայանը տանել փակման ճանապարհին շնորհավորել, փորձել եկեղեցիները փակել, պղծել տիրադավների եւ իրավոստիկանների իր կողմից դրա համար իրենց շնորհավորել, սա ասում է, բայց նաեւ տեսակետ կա տիկին Զուրաբյան, որ այս ամենը հիմա մի քիչ ավելի ակտիվացրել են, որովհետեւ այս ամենի վրա եռմանջուր է լցնում Ալիևը շատ հաճախ իր հայտարարությունները։ Հենց հիմա դրան կանդրադառնանք Մյունխենյան, այո, ամենավտանգավոր բաները, որ մեկ անգամ եւս իմիջիալոց Ալիևը ասես անդադ մեր աչքերը բացում է։ Իրանք մեզ մոլորեցնում են, գցում են մշուշի մեջ, Նիկոլե։ Նա ինչա իրականում տեղի գալիս եմ ու վերցնելու եմ ամեն ինչ։ Ուզում եք խափեք, ուզում եք մոլորեցեք, սահմանադրությունները կփոխեք, սա էլ նայել, խնդրեմ, տիկին։ Այո, մի քանի կարևոր թեմաներ եմ առանձնացրել այս մեկ շաբաթվա ընթացքում, որոնք կարծում եմ հրատապ լուսաբանման անհրաժեշտություն ունեն, եւ առաջինը Ալիևի Մյունխենում Ֆրանս 24-ին տված հարցազրույցներ, որտեղ Ալիևը մի քանի սենսացիոն ուշագրավ հայտարարություններ է արել, սենսացիոնեն առումով, այդ հայտարարությունները գլոբալ առումով նոր չեն, բայց սենսացիոնեն առումով, որ Ալիևը պարզապես ցխել է, քարուքանդ է արել այս ռեժիմի ասածները, որոնք Մյունխենում Ալիևը ըստ էության բացահայտել է, թե իրականում այդ ամեն ինչը իրենից ինչ է ներկայացնում եւ այսպես մենք տեսանք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում Ալեն Սիմոնյանը ասում են ամեն օր զարթնեք, զարմացեք, որ դուք ինչ երջանիկ եք, ամեն օր զարթնեք, Աստծուն փառք տվեք, որ փրկվել ենք, պետություն ունենք, պետականություն ունենք, մենք գնում ենք դեպի խաղաղության եւ այսպես հեսա խաղաղության պայմանագիրը ստորագրելու ենք եւ այսպես ինչ է ասել Ալիևը խաղաղության պայմանագրի մասով Մյունխենում Ալիևը ասել է, որ մեր նախապայմանները, չի ասել է բանակցությունները, ասել է մեր նախապայմանները, որոնք մենք դրել ենք Հայաստանի առջև, հիմնականում կատարվել են, այս պահին մնացել է մեկ նախապայման, միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանը պիտի փոխի իր սահմանադրությունը եւ սա նախապայման է, նախապայման գիտեք, չէ, ուլտիմատում, պայման, հաթաթա, հոխորտանք, որ առանց սրա դու խաղաղության պայմանագիր չես ստանալու եւ այո պահանջում է Ալիևը, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը եւ ավելացնում է այս հարցում, այսինքն որ միջև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, Ալիևը ասում է, որ մենք Հայաստանի իշխանության հետ ունենք փոխըմբռնում եւ պատահական չէ, որ արդարադատության նախարարը հանգստացնելու համար Ալիևին հայտարարեց, որ մարտ ամսին սահմանադրական փոփոխությունների տեքստը կլինի պատրաստ։ Ես իհարկե հասկանում եմ, որ այս իշխանությունը նենց քացիներով աջ, ձախ, վերև, ներքև տրորել է սահմանադրությունը եւ այս անգամ էլ հնարավոր է տրորի, մեր սահմանադրությամբ ուղղակիորեն արգելվում է
խորհրդարանական ընտրությունների նույն օրը նշանակել հանրաքվե, բայց քանի որ սրանք թքած ունեն սահմանադրության վրա, ես չեմ բացառում, որ Ալիևի պահանջը կատարելու համար իրենք բերեն եւ հունիսի 7-ին նշանակեն նաեւ խորհրդարանական ուրեմն ընտրություններ գումարած հանրաքվե, այսպիսով անելով դվա վադնում երկրորդ իմ կարծիքով ես քանի որ մտածում էի այդ մասին արժե խոսել թե չէ, բայց քանի որ արդեն բնականաբար բաց հարթակ է France 24 News-ին Ալիևի տված հայտարարությունը, այնտեղ ինքը խոսել է մեր ռազմագերիների մասին եւ մասնավորապես Արցախի, այո, քաղաքական էլիտայի մասին, որոնք գտնվում են Բաքվի բերդում, հիշում եք, չէ, Նիկոլն էլ ասեց իր վերջի հարցազրույցում, որ այդ մասին եկեք չխոսանք, մենք աշխատում ենք, Արարատ Միրզոյանն էլ ասեց, լավ լուրի ենք սպասում, ԱՄՆ փոխնախագահը խոստացավ եւ իր խոսքը պահեց եւ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այո, ինքը բարձրացրել է հայ ռազմագերիների եւ մասնավորապես Արցախի ղեկավարության հարցը եւ ահա ես ներկայացնում եմ ձեզ բառացի ուղակի թարգմանությունը այդ կտորը այդ հարցազրույցից եւ այսպես France 24-ի լրագրողը Ալիևին հարցնում է ես ուզում եմ անդրադառնալ ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը խիստ ազատազրկման դատավճիռ է կայացրել Լեռնային Ղարաբաղի 13 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում նախկին առաջնորդների համար պահանջելով ցմահ բանտարկություն։ Մենք տեղեկություն ունեինք, որ ԱՄՆ փոխնախագահը խոսել է այդ հարցի շուրջ եւ խնդրել է ձեզ, որ գուցե ներում շնորհեք նրանց, որպես տարածաշրջանում խաղաղության հասնելու միջոց։ Արդյոք Վենսը ձեզ դա խնդրել է եւ արդյոք դուք Վենսի խնդրանքը կկատարեք եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներում կշնորհենք եւ հիմա ինչա պատասխանում Ալիևը այո փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում այլ հարցերի շարքում նա նույնպես բարձրաձայնել է այս հարցը եւ ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ Մենք հիմնականում քննարկել ենք թրիփը, տարածաշրջանային հարցեր, բայց ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, սրանք անօրինական անջատողական ռեժիմի առաջնորդներ են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում ինքնիշխան Ադրբեջանի պետության տարածքում եւ որը ճանաչվել է այդպիսին ողջ աշխարհի կողմից ուշադրություն Այդ թվում Հայաստանի Ալիևը France 24-ին ասում է, որ նրանք անօրինական գործել են Ադրբեջանի սուվերեն տարածքում 30 եւ ավել տարի դա ճանաչվել է ամբողջ աշխարհի եւ Հայաստանի կողմից տարիներ շարունակ այս մարդիկ եղել են ադրբեջանցիների եւ Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները եւ նրանք ենթարկվել են արդարադատության նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում եւ ենթարկվել են արդար դատավճռի նրանց տրամադրվել են փաստաբաններ Եվ չկա որևէ կասկած, որ նրանք կատարել են լրջագույն ռազմական հանցագործություններ։ Այսքանից հետո թղթակիցը France 24-ի հարցնում է, բայց կարող է ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ, եւ Ալիևը հարցնում է, ինչ նկատի ունեք, թղթակիցը ասում է, եկեք շրջեք այդ էջը եւ ներում շնորհեք նրանց կամ նման մի բան, կարող եք այդպիսի ժեստ անել, ի վերջո ներում շնորհելը ձեր լիազորությունների սահմանում է եւ Ալիևը պատասխանում է, գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունից հետո պահանջեին, որ նացիստների առաջնորդները, որոնք դատապարտվել են մահվան, գար ինչ-որ մեկը եւ ասեր, խնդրում եմ նրանց ազատ արձակեք։ Թղթակիցը հարցնում, այսինքն ոնց
ձեզ համար Ղարաբաղի առաջնորդները նույնն են, ինչ որ ֆաշիստական Գերմանիայում նացիստները, որոնք մահվան դատապարտվեցին Նուրնբերգյան դատավարության ժամանակ, Ալիևը պատասխանում է. այո, նրանք անկասկած ավելի վատն են, նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատն են, քան նացիստների կողմից երկրորդ համաշխարհայինի ժամանակ կատարված հանցագործությունները։ Հիմա կարող ենք ընդունել, երբ որ ինքը ասում է աշխարհն է ընդունել, եւ նաեւ Հայաստանի իշխանություն կարող ենք ընդունել, որ Ալիևն ասում է, որ ըստ էության այդ գերիները այդտեղ են, որովհետեւ դրա հետ համաձայն են կամ այսի հայտարարությունները Հայաստանի իշխանությունները։ Ալիևը ասում է, որ նրանք ռազմական հանցագործ են, նրանք 30 եւ ավելի տարի ռազմական հանցագործություններ են արել Ադրբեջանի սուվերեն տարածքում, ավելի վատ հանցագործություններ, քան երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստները, դա ընդունել է ամբողջ աշխարհը, եւ դա ընդունել է նաեւ 44 օրյա պատերազմում ով էր իրենց դեմ։ Նիկոլ Փաշինյանը, չէ, այստեղ իշխանության էր, ով էր այդ պատերազմում իրենց դեմ, Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե։ Ովքեր էին այնտեղ, ԿՊԱ-ականները, չէ, նաև ով էր ծառայում իր որդին։ Հիմա կարող ենք ասել, որ այս ամբողջը միֆ եւ սուտ ու բլեֆ է այս խաղաղության, որտեվ այս ամեն ինչի տակ նաև մտնում է Նիկոլը։ Բնականաբար, դե եթե ինքը ընդունում է, որ Արցախը Ադրբեջանն է ու վեր։ Հիմա այս, ասենք, Ալեն ինչի ասում իր շնորհավորեք։ Դե ինչը պիտի իրան պահի, որ ինքը նույն բանը չանի, ասենք Նիկոլի հետ, ինչա պիտի գնահատի, որ Արցախը նվիրել է դա։ Դե իրանք մտածում են հələ Հայաստանից այնքան բան կա տալու Տիկի Թոմասյան։ Չէ, տարագա լինելու։ Դե իրանք մտածում են, որ եթե Արցախը տարածքան օր ու կեսում եղավ, այս էլ ասենք թող Հայաստանի հանձնել 3 օր։ Դե իրանք մտածում են իրանց հույսը։ Իրանց հույսը այն է, որ շարունակեն հանձնել, եւ քանի որ ավելի ձեռնտու իշխանություն այսօր աշխարհակաղակական որևէ կենտրոնի համար, քան այս տվող իշխանությունն է չկա, իրանք մտածում են, ի վերջո գիտեք, իրանք հասարակությանը եկեք լինենք անկեղծ, մենք չենք ցանկանում, զգուշանում ենք, ասում ենք այդ մասին չխոսել, այո, ես լսեցի, իրանք հասարակությանը տալիս են այն քարոզչական սնունդը, ինչ էս հասարակությունը ուզում է լսի, հասարակությունը չի ուզում լսի, ինքը շատ լավ հասկանում է, ինչ է լինելու, որ այստեղ գան 300,000 ադրբեջանցի, բայց ինքը բլոկ է դնում, ես հասկանում եմ, պատերազմներից, ստրեսներից, տևական անընդհատ նեգատիվից, ողբերգություն, արյուն, ողբերգություն լսելուց ցանկացած առողջ հասարակություն չի ուզում 1.5 բլոկ է դրել, հասարակություն, սխալ բան եք ասում, 1.5 միլիոն զոհ են տվել Ուկրաինայում եւ էլի հարցում են անցկացնում, մարդիկ ասում են, չէ, պիտի շարունակենք, բա ոնց եք բացատրում։ Դե էդ եմ ասում։ Տարածքի 20%-ը արդեն հանձնված է, 1.5 միլիոն զոհ կա Ուկրաինայում։ Ոնց եք պատկերացնում։ Հիմա կան ժողովուրդների տարբերություն, թե մենք պիտի իդեալականացնենք, ասենք, չէ, մեր ժողովուրդը շատ լավն է, մեր ժողովուրդը Նիկոլին չի ուզում, Նիկոլը ուղղակի պնդաճակատ է մնում է իշխանության։ Մենք պիտի չգնանք այդ fake քարոզչական կտերը ժողովրդին տալու առումով եւ պիտի ասենք, որ այս ռեժիմի իշխանության է, որովհետեւ այդպես է ուզել եւ այդպես է շարունակում ուզել հասարակության մի մեծ հատված։ Ես ասել եմ, սոցիալական հարթակներում ես ամենամեծ լսարան ունեցող քաղաքական գործիչներից մեկն եմ եւ երբ որ ես տեղադրեցի դատավճիռը, որ Բաքվի դատարանում ցմահ ազատազրկման են դատապարտել Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին եւ տեսնեիք քանի հազար հայ, ասում եմ քանի հազար հայ, որոնց գերակշիռ մեծամասնությունը կանայք էին, գրեցին լավ են արել, ճիշտ են արել, քիչ են արել, տարոսը մյուսներին։ Մենք պիտի խոսենք այդ մասին, թե պիտի մտածենք, վայ եկեք հասարակությանը չքծնենք, որովհետև հունիսի 7-ին ընտրություն է, գնալու ենք բանը մանդատ մուրանք, եկեք հասարակությանը չգտնենք, ես մանդատ չեմ մուրալու, Նիկոլի խորհրդարանում ես պատգամավոր չեմ աշխատելու, դա միանշանակ ես հայտարարում եմ։ Մի անգամ գոնես արդեն վերջին փուլում ճշմարտությունը ասել ժողովրդին, որ դու եթե գնացել ես, ոնց որ Լարիսա Ալավերդյան ասեց 21 թվին, եթե դու գնացել, ընտրել ես կամ դու չես գնացել ընտրության, դու ուրեմն ամեն օր քո ճաշի հետ ուտում ես դովասների մարմինը։ Ճիշտ է, եւ հիմա գալիս ենք հենց այս
կարևոր թեմայի վրա, որտեղ բացվեց խոսակցությունը, թեման պիտի ավարտենք։ Այս մանդատակրվի արանքում 3 օր առաջ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մի շատ կարևոր դրվագ այսպես վրիպեց։ Ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, բառացի կարդում եմ։ Նիկոլ Փաշինյանը ասեց. ես լավ գիտեմ մեր ժողովրդին, ես լավ գիտեմ, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես լավ գիտեմ, թե ինչ է մտածում մեր ժողովուրդը, այլապես 18 թվականին չէր գնա եւ ինձ չէր ընտրի, ու այս ամեն ինչի միջով անցնելուց նորից չէր գնա եւ չէր ընտրի ինձ եւ ես չէի լինի վարչապետ։ Հիմա հասկացաք ժողովուրդ։ Այսինքն Տիկին Զորաբանյանը ասում ա որ դուք եք ուզեցել Արցախը հանձնել, դուք եք ուզեցել Եռաբլուրը մեծացնել։ Չէ, Գեղարքունիքի հատվածները հանձնել, Տավուշը դուք եք հանձնել, հա, չէ՞ այդտեղ։ Այո, մարդը ասում է, դուք եք ուզել որ Սյունիքում 300 զոհ լինի։ Բառացի ասում է։ Հիմա թողեք ավարտել։ Այո, ինչ ասում։ Ասում է ես լավ գիտեմ իմ ժողովրդին, ես գիտեմ ինչ ա ուզում մեր ժողովուրդը եւ ինչ ա մտածում մեր ժողովուրդը, այլապես պատերազմից հետո դուք չէի գնա եւ ինձ չէի կընտրի եւ ես չէի ելնի վարչապետ, ինչ ա ասում։ Ասում է ես գիտեմ որ մեր ժողովուրդը ուզում էր Արցախը հանձնել, դրա համար էլ հանձնել եմ։ Ասում է ես գիտեմ մեր ժողովուրդը ուզում էր Սյունիքի գլխի ջերմուկ Սևլիչ հանձնել, Վայոց ձոր հանձնել եմ։ Ես գիտեմ որ մեր ժողովուրդը ուզում էր Տավուշի բնակավայրերը հանձնել եմ։ Ես գիտեմ որ մեր ժողովուրդը ուզում էր Եռաբլուրը մեծացնել եմ։ Ես գիտեմ որ մեր ժողովուրդը ուզում է որ 300,000 ադրբեջանցի գա, եկել եմ, այլապես Նիկոլը ինչ է ասում, ասում է մեր ժողովուրդն է ասել Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Պրագայում ես որ ասել եմ, քանի որ ես գիտեմ ինչ է մտածում մեր ժողովուրդը, դրա համար եմ ասել, այլապես միջև ժողովրդի ուզելը ես այլ կարծիքի եմ եղել եւ դրա համար 19 թվականին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց քանի որ ես լավ գիտեմ մեր ժողովրդի ճնշմամբ ես իմ կարծիքը փոխել եմ։ Դուք պատկերացնում եք ժողովուրդ այսենց սիրուն երկու նախադասությամբ բերեց եւ ես ամբողջ արհավիրքի պատասխանատվությունը ձեր դեմքն է, դուք եք ուզել, ես ինչ անեմ, դուք եք ինձ վարձել եք, ես Վարշավի աշխատող եմ, ընտրել եք, ես կատարում եմ ձեր ցանկությունը։ Իսկ այդ ժողովուրդը անհանգստը բանը ցած տարօրինակ շարժումներ անում է, որ հիմա արդեն ահռելի Թալանի մասին են Նիկոլի խոսում, եկեք տեսնենք որ մենակ Նիկոլն է հարստացել։ Եկեք լինենք անկեղծ, բացարձակապես ոչ, մենք պետք է խոսանք, փոսաջրերն ու փոսերն ու բանը ավիրում է բոլորի մեքենաները, անընդհատ վթարնել, դա էլ չի ազդում իրաց վրա։ Չէ, ասում է նախկինների արած ասվածն է քանդվել է։ Իրանց ասվածն է, գնում իրանց ասվածը փոսաջրերով իրանց գլխին կպնի։ Քանի որ վաղը հրապարակվելու է Բաքվի ռազմական դատարանը հրապարակելու է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը եւ ես մի րոպե անգամ չեմ կասկածում որ Ռուբեն Վարդանյանը եւս դատապարտվելու է ՑՄԱ ազատազրկման։ Ես ուզում եմ այստեղ ցիտել մի քանի օր առաջ Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի վերջի խոսքից մի դրվագ Ռուբենը ասաց ես պատժից կամ որևէ որոշումից չեմ վախենում, պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան, եւ մարդիկ ովքեր Հայաստանում են վախենում Արցախ բառը տալ, Բաքվի դատարանում 3 անգամ փորձեցին ընդհատել Ռուբեն Վարդանյանին, բայց Բաքվի դատարանում իմանալով այդ բառերը ասելուց հետո իրեն ինչ կերպ կարող են խոշտանգել, Ռուբեն Վարդանյանը ասեց Արցախը եղել է, Արցախը կա ու Արցախը լինելու է։ Դե հիմա տեսեք, ինչպիսին կարող է լինել հայը, ով ասում է ես գիտեմ, որ հնարավոր է ես երբևէ այս դժողքից դուրս չգամ։ Ես գիտեմ, որ ես կարող եմ մեռնեմ Բաքվի բերդում, բայց ես ասում եմ Արցախը եղել է, Արցախը կա ու Արցախը լինելու է եւ որոշ ամբարոյականներ այս Ռուբենի հայտարարության տակ գրել էին թաթար ռուբո։ Պատկերացնում եք ով եք դուք, պատկերացնում եք ոնց կարողացավ մի մարդ Նիկոլը այնպիսի լակմուսի թուղթ լինել, որ այսենց 18 թվականին այսպես մցրեցինք հայ հասարակության հավաքական կերպարի մեջ եւ պարզվեց, որ մեր հասարակության մեջ կարող է լինել կին, որը գրի Բակոին եւ մյուսներին դնեմ դագաղը ու դագաղի վրա պարեմ։ Այ էսեք
ձեզանից շատերը Եթե Ալիևը ասում է, որ ֆաշիստներ եք եւ նացիստներ եք, ավելի խայտարակ պարզ է, չէ, որ իր մոտեցմամբ դա միայն չի տարածվում այն 10 հոգու վրա, ում ինքը գերեվարել է եւ խոշտանգում է։ Դա այսինքն այդտեղ Ալիևը իմերեսին ասել, Տիկին Թովմասյան 13 թվականին ես եմ եղել Բաքվում Եվրանեստի պատվիրակության կազմում, երբ որ խոսք տրվեց նախագահ Ալիևին, մենք նստած էինք առաջի շարքում, նայելով մեզ, նայելով ինձ ասաց, ահա այստեղ նստած են ֆաշիստներ, ինքը հրավիրել է մեզ եւ նույնիսկ չի կարողանում քաղաքավարության այսպես էթիկա պահել, նստած է հայկական պատվիրակությունը, ես եմ Վահան Հովանիսյանն, Արտակ Զաքարյանն, Լիլիթ Գալստյանն, ասում է, ահա նստած են ֆաշիստները, որոնք պղծել են իմ հոր եւ իմ պապերի գերեզմանը, այո, Ալիևի խոսույթը շարունակում է լինել, որ մենք ֆաշիստ ենք, ադրբեջանական խոսույթը շարունակում է լինել, իբր այս խաղաղության ֆոնին, որ այս ֆաշիստական պետությունը պիտի գոյություն չունենա։ Հիմա ուզում եմ գանք եկեղեցի, ուզում հասկանամ, եթե Արցախում, ասենք, էլի ցեղասպանություն էր, որտեղ տեղահանությունն էլ ցեղասպանության մի տեսակ է, Ռուսաստանի Դաշնությունը տեր կանգնեց եւ այդ ժողովրդին բերեց, չնայած վերջին պահին էլ մի հատ էլ պայթեցրեցին, էլի զոհերնեցան կան։ Հիմա ի՞նչն է խանգարելու, որ ընտրություններից հետո Ալիևը հայտարարի, որ սա նացիստ, ֆաշիստ ահաբեկի ժողովուրդ է եւ մտնի Երևան։ Ինձ ասեք ինչն է խանգարելու։ Եվ ինչու չպիտի մտնի ինքը այստեղ։ Ով է խանգարելու եւ ինչն է խանգարելու։ Ուրեմն ուզում եմ հիշեցնել, որ 22 թվականին դեռևս Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները միլիմետրով, հիմա ասում եմ միլիմետրով, սանտիմետրով ներառյալ Արցախը Ադրբեջանի կազմում, առ այս պահը Ալիևը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության սահմանները եւ վերջերս իր հերթական ասուլիսներից մեկի ժամանակ ասեց, այդ սահմանները Ադրբեջանը Հայաստանի կճանաչի միայն այն ժամանակ, երբ որ մենք մեր խնդիրները Հայաստանի հետ կավարտենք։ Հիմա որ այսպես մարդիկ կան ասում են, դե լավ, հեսա ոչինչ էլի խաղաղություն ա բերել, գնանք հունիսի 7-ին ընտրենք, ինչ եղել, Արցախը տվել է, էս են արել, Ալիևը ասում է, ստոպ, ես չեմ ճանաչել Հայաստանի Հանրապետության սահմանները եւ միջև ես չվերցնեմ Հայաստանի Հանրապետության տարածքից այն ինչ որ ես ուզում եմ, այն ինչ որ ես համարում եմ իմը, այո, ես չեմ ճանաչելու։ Մի հատ նայեք, մի հատ մի զլացեք Կիրակնորյա AS TV-ով նայեք իրանց հիմնական քաղաքական վերլուծական թողարկումը, նայեք այդ հաղորդավարի հետևի քարտեզը։ Մի հատ կարողա ձեր տունը, ձեր տան կռիշը, ձեր բնակավայրը, ձեր գյուղը եւ ձեր գյուղի ակումբը այդ ադրբեջանական քարտեզում տեսնեք, որպես Ադրբեջանի Հանրապետության սուվերեն տարածք։ Մի ալարեք Կիրակի օրերը AS TV-ով նայեք իրենց հիմնական քաղաքական թողարկումը։ Եվ քանի որ վաղը չէ, այսօր ամսի 16-ն է, չէ, այսօր Ավստրիայում մեկնարկելու է կամ արդեն մեկնարկել է եպիսկոպոսած հոգևոր ժողովը, ես վստահ եմ, որ վեհափառը այստեղից, քանի որ տեսանք աբսուրդագույն մեղադրանքով չկա տենց բան, աշխարհում չկա տենց բան, դուք պատկերացնում եք Իտալիայի վարչապետը մեղադրանք առաջարկի Հռոմի պապի դեմ, ամբողջ աշխարհի լրատվամիջոցները կգնային այնտեղ, աննախադեպ բան է տեղի ունեցել եւ միջազգային մամուլը լուր վստահ եմ, որ վեհափառը հերավար on-line կմասնակցի, կվարի եպիսկոպոսած ժողովը, բայց մենք որոշակի մտահոգիչ տեղեկություններ ունենք, որ որոշ տիրադավներ, որոնց չգիտես ինչի վեհափառը կարգալույց չարեց եւ որոնք իրավունք ունեն, այո, բայց դե կարար աներ, որ իրանք հիմա չգնային Ավստրիա եւ չմասնակցեին եպիսկոպոսած ժողովին եւ նաեւ տեղեկություն ունենք, որ ամերիկյան թեմից որոշ այսպես
տիրադավների աջակիցներ եւս գնալու են արդեն Ավստրիայում են եպիսկոպոսած այդ ժողովին մասնակցելու գիտեք երբ որ այս ամենը փորձ արվում ներկայացնել որպես Նիկոլի կապրիզ չէ սա ինքը ունի մտասևեռումներ չէ մեր որոշ գործընկերներ ասում են դա իր կապրիզն է չէ որ ինքը մտասևեռումներ ունի դա չի քննարկում բայց ես ուզում եմ հիշեցնել նորից հիշեցնել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեի խոսքը հայ առաքելական եկեղեցին դա ֆաշիստական կառույց է ֆաշիստական այն բառը որը Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին մշտապես Նիկոլն Ալիևն էլ ասում է որ ժողովուրդն ու առաջնորդներն են ֆաշիստ այո հայ առաքելական եկեղեցին ֆաշիստական կառույց է սա ասել է Ալաշուքյուր Փաշազադեն հայ առաքելական եկեղեցին լրջագույն վտանգ է տարածաշրջանի երկրների համար սա եւս ասել է Ալաշուքյուր Փաշազադեն ավելին ես 2 անգամ եմ լսել Ալիևին 1 անգամ Ստրասբուրգում 1 անգամ Բրյուսելում 2 անգամ էլ ինքը ասել է որ մեր լրջագույն թշնամին դա հայկական սփյուռքն է եւ հայ առաքելական եկեղեցին է որովհետեւ նրանք հսկայական լոբիստական ներուժ ունեն եւ հսկայական աշխատանք են կատարում ավիրում դա Նիկոլ Փաշինյանը բնականաբար եւ հուսանք որ տիրադավները եւ տիրադավներին լատենտ աջակիցները այսօր մեկնարկած Ավստրիայում մեկնարկած եպիսկոպոսած ժողովում մեծամասնություն չեն կազմի եւ ինչ որ պլան B, պլան C կամ պլան օմեգա չեն ունենա եւ այս խայտարակությունը այս աղետը կանգ առնի հայդեպ լսում էի այդ հարցազրույցի ժամանակ ասում էր ես թույլ չեմ տալու որ մայրաթորը տեղափոխվի արդ երկրի ես թույլ չեմ իհարկե չկա ես թույլ չեմ տալու որ մայրաթորի գանձերը պատկերացնում եք վեհապարը գեղարդը գրկած սուր գեղարդը դրած իր սքեմի տակ մի հատ պատկերացրեք տեսարանը ժողովուրդ լսում եմ ասում եմ լավ տենաս սա որ ասում է որ վեհապարն ուզում է եկեղեցու գանձերը գողանա գնա չգիտեմ որևէ այլ երկրում նստի մի հատ էլ սպառնում է այնպիսի հարգարժան մարդկանց ինչպես Արա Դերզինա եւ Մանուկյանն է մյուսներն է շատ լրջագույն է ասենք որ նրանց հետ ԵՄ Եվրոպական միության առաջի դեմքերն են ակնածանքով խոսում այդ մարդկանց հաթաթայ այտարի սպառնում է ես մտածում եմ լավ որ սա ասում է վեհապարը ուզում է հայ եկեղեցու գանձերը գողանա տանի դուրս լավ կա ժողովուրդ խնդրում եմ էլի on-line-ա գնում մեր եթերը մի հատ տակը գրեք էլի կա մեր ժողովրդի մեջ գոնե մի ախուրյանցի անո որ մտածի որ վեհապարը ուզում է օրինակ գանձարանը հայ առաքելական եկեղեցու վերցնի դրանով սահման հատի ու դա տանի դուրս հասկանում եք ես լավ իմանալով Նիկոլի ախորժակն ու մոտեցումը པարզ չէ առաջին բանը մեր մտքով անցնում որ ինքը չէ այդ գանձարանի տեղը գիտի եւ այդ աչքը այդ գանձարանի վրա է դե դրա համար է աչքը գանձար այդ ասինքն բյուջեի գանձարանի վրա լինի եկեղեցու այդ գանձարանի վրա չլինի որտեղ քանի անգամ ինքը քանի անգամ եթե հիշում այս տարիների ընթացքում այս պատերազմից հետո ինքը եկեղեցու փողերը, եկեղեցու գանձերը, ես պիտի իմանամ, բայց դու ով ես որ պիտի իմանաս։ Իմացա Հայաստանի բյուջեի տեղը իմացավ եւ սահմանադրությամբ դու կարող ես Հայաստանի բյուջեի տեղը իրավունք ունես իմանալու, բայց ինչ կա եկեղեցում, եկեղեցապատկան հողեր եւ այլն, այս բան չի է, որ սենց ձեր նորաստեղծ օլիգարխ Նարեկ չգիտեմ ինչ անը, մի հատ էլ եկեղեցապատկան, օրինակ, հա, որ ձեր падգամավորներից մեկը ասել էր կարանք եկեղեցիներ ծախենք, ասենք բերեք ձեր օլիգարխներին եկեղեցի ծախեք։ Ես հիմա սա համարում եմ աբսուրդ, բայց եթե այս իշխանությունը վերարտադրվի, ես չեմ բացառում, որ օրինակ իր սիրելի մերձավորներից մեկը առնի Գայանե եկեղեցին, մեկը առնի Սուրբ Սարգիսը, մեկն էլ առնի, ասենք Սուրբ Աննա եկեղեցին։ Այս պահին սա թվում է աբսուրդ, բայց հիշում եք, չէ, Թագուհի Ղազարյան էր կարծեմ падգամավոր հուանուն, ասում էր բացառիկ դեպքերում այո պիտի թույլատրվի հայ առաքելական եկեղեցու, այսպես եկեղեցիների վաճառք, սա ինչ ասեմ, սա չկա բառ,
հայերենի բառարանում ես չեմ գտնում բառ, որ մարդը ունենա պատգամավորական մանդատ եւ թվացial adekvat, հա, որտեւ եթե մանդատ ունես, նշանակում է պետք է որ adekvat լես եւ ասի ինչ ա եղել, որ եկեղեցիներ էլ որոշ դեպքերում կարող ենք վաճառել։ Սա էս մասով եւ որպես ամփոփում ուզում եմ խոսել ինչ պիտի անենք, գիտեք մենք անընդհատ խոսում ենք ինչ ա անում Նիկոլը, ինչ ա անելու Նիկոլը եւ ավտոմատ մենք այսպես սահուն տեղավորվում ենք Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, չկա բան, չկա գիծ, որ ինքը չի հատելու, չկա բան, որը մեզ այս պահին թվում է չէ դե լավ, սա հնարավոր չի որ անի, չանի, հնարավոր է, անելու է։ Այն ինչ որ անգամ չեք պատկերացնում, էտել է անելու։ Այս մարտի 1-ի գործը որ բացվել է, ես ինձ թույլ եմ տալիս չխախտելով Վալերի Օսիպյանի անմեղության կախավարկածը, ես իրավունք ունեմ, դա իմ լեգիտիմ իրավունքն է մտածելու, որ այստեղ թիրախը բնավ Վալերի Օսիպյանը չի։ Հիմա կկանչեն Վալերի Օսիպյանը իբր ինչ որ ցուցմունքներ կգրի, իբր ինչ որ նախկին ղեկավարների, այո, եկեք ես հասկանանք, որ ինքը այսպես մարտի 1-ի նախընտրական քեյսը բացված է, շուտով կբացվի հոկտեմբերի 27-ի նախընտրական քեյսը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրական հայտ են ներկայացրել եւ Նիկոլ Փաշինյանը կտեսնի, որ իր համար որոշակի դիսկոմֆորտ են կամ մարտի 1-ով կգնան, կամ հոկտեմբերի 27-ով կգնան, կամ չգիտեմ, մի գործով, ասենք օրինակ Արշակ Սրբազանի պլանի գործով են բիչոկի, որը միջև հիմա իմ տեղեկատվությամբ չի էլ գտնվել։ Եվ ինչ պիտի անել իրավիճակը թույլ չտալու։ Դուք ասացիք, որ երկու ճակատ է ձևավորում եւ դժվար է լինելու։ Այո, եւ հիմա դա եմ ես ուզում ասել։ Ես հարգանքով եմ ուզում վերաբերել բոլոր այն քաղաքական Հականիկոլ Ճամբարի ուժերին, որոնց նպատակը ոչ թե խորհրդարանում մանդատ պոկելն է, ցավոք սրտի այդպիսի ուժեր էլ կան եւ առաջիկայում ես իմ ուղիղ եթերների ժամանակ հանրությանը ներկայացնելու եմ բոլոր այն Օստապ Բենդերի զավակներին, լեյտենանտ Շմիդտի որդիներին, որոնց նպատակը ընդդիմության անվան տակ խորհրդարանում մանդատ պոկելն է եւ Նիկոլի հետ աշխատելն է, բայց ես դիմում եմ այն ուժերին, ում ռեսուրսը 1.5 առավելագույնը 2% է եւ դուք գիտեք, մի արեք, մի գնացեք այդպես ընտրության, որովհետև դուք փոշիացնելու եք այդ 1.5%-ը, իսկ մեր օրենսդրությամբ դա գումարվելու է այս իշխանության ձայնին։ Ես որքան տեղյակ եմ, գնում ա քննարկումներ երկու խոշոր բևեռ ձևավորելու համար, միայն մեկ, ես իհարկե մի քիչ եթե ռոմանտիկ լինեի, կասեի լավագույն տարբերակը կլիներ մինուս, հա, կոնսենսուս մինուս նիկոլական ռեժիմ, բայց ես հասկանում եմ, որ մեկ դաշինքով ընտրությունների գնալը դա սիրուն է հնչում, դա իսկապես լուրջ այսպես գործիք կլինի, բայց դա հնարավոր չէ, բայց առնվազն հավատացնում եմ ձեզ, եթե նպատակը ոչ թե Նիկոլի խորհրդարանում ընդամենը մի քանի մանդատ ունենալն է, որտեղ կան կուսակցություններ, սենց կալկուլատոր արած հաշվում են, չէ, 8% դաշինքով չգնամ, որտեղ 8%-ի շեմը կարող է չհաղթեմ, արի 4%-ով գնամ ամոթ է, մի արեք, եթե ձեր նպատակը մի քանի մանդատ ունենալն է, ձեր բիզնեսները, ձեր ունեցվածքը պահելու համար, դուք դառնալու եք Հայաստանի պետականության, ինչ ասեմ, դագաղի մեկ խփողներից մեկը, միայն մեծ միավորում, միայն առնվազն ամենաշատը 2 հզոր ճակատ եւ հավատացեք, հնարավոր է կասեցնել այս աղետը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։